Մարտի 30-ին կայանալիք թիմ արտահերտ ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, 6 կուսակցություն եւ 3 դաշինք։ Գյումրիի ավականու անդամության ամենամեծ ցուցակը ներկայացրել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Սկսենք հենց ՔՊ-ի ցուցակի առաջին համարից։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, որը դեռ փետրվարին շրջանառված ՔՊ կարգախոսի շնորհիվ բոլորին հայտնի դարձավ որպես մեր Սարիկը, իրականում պատեհապաշտ ու ճամբարափող քաղաքական գործի դասական օրինակ է։ Հիմա տեսնենք ում Սարիկն է նա եղել նախկինում։ Մեկնեցեք Կիև։ Ուղղ։ Ինչ Կիև։ Մեկնեցեք եւ հարցրեք, ինչ էր անում Պենիկովսկին նախքան հեղափոխությունը։ Վերաձևակերպելով դասականի խոսքերը, գնանք Գյումրի եւ հարցնենք. ով է եղել Սարիկ Մինասյանը մինչև հեղափոխությունը։ Սարիկ Մինասյանը մինչև հեղափոխությունը եղել է այն ժամանակվա իշխող քաղաքական ուժի հանրապետական կուսակցության անդամ։ Ու թեև նա պաշտոնապես հերքեց դա, հայտարարելով, որ երբեք չի եղել ՀՀԿ անդամ, Գյումրիի ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը լրատվամիջոցներին հաղորդել է, որ Սարիկ Մինասյանը 2017 թվականին անդամագրվել է հանրապետական կուսակցությանը, դիմում ներկայացնելով ՀՀԿ Գյումրի մեկ կառույցին։ ՀՀԿ Գյումրիի կառույցը նաև հրապարակել է դա հաստատող փաստաթղթերը, այդ թվում 2017 թվականի հունիսի 12-ի ամսաթվով ՀՀԿ գործադիր մարմնին հասցեագրված դիմումը, որով Սարիկ Սամվելի Մինասյանը խնդրում էր ընդունել իրեն կուսակցության շարքերը։ Իսկ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո Սարիկ Մինասյանը հեռացվել է հանրապետական կուսակցությունից վերահաշվարկին չներկայանալու պատճառով։ Բնական է, ժամանակներն արդեն փոխվել էին, ժամանակն էր ճիշտ կողմնորոշվելու։ Ու թեպետ Նիկոլի հետ չէր քայլել, բայց մեր Սարիկն արդեն ճիշտ ճանապարհի վրա էր։ 2018-ին նա ընտրվել է Ազգային ժողովի падգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով։ 2022-2024 թվականներին զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Իսկ 2024 թվականի դեկտեմբերին մասնակցել է քաղաքացիական պայմանագրի կողմից Գյումրիում անցկացված պրայմերիզին, որի արդյունքում նշանակվել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ ԺՊ դառնալուց հետո Սարիկ Մինասյանն անդամագրվել է իշխող կուսակցությանը։ Այսպիսի քաղաքական ու գաղափարական մեծ տրանսֆորմացիա է ապրել մեր Սարիկը ընդամենը մի քանի տարվա ընթացքում։ Մի պահ պատկերացրեք հանրապետականի Նժդեհյան գաղափարախոսությունը եւ Փաշինյանի Արցախն ու պատմական Հայաստանը ուրացած իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հիրավի զորավոր է իշխանատենչության ուժը։ Սևակը կասեր, որտեղ մի պատառ չաղ յուղալի, կանգնած է այնտեղ նա երկյուղալի։ Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, հարազատ մորից ու որդուց ավել աշխարհում նա իր աշխարհն է սիրում։ Սուտ է։ Հիմա մեր Սարիկն իրեն պահում է իսկական ՔՊԱ-կանի պես։ Փաշինյանի թիմին միանալուց շատ չանցած ՔՊԱ-բարո հայտարարեց, թե ոչ թե Փաշինյանն է Արցախը հանձնել, այլ չեն կռվել։ Նիկոլ Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Այս հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը հայտարարել էր, որ սպասելու է Սարիկ Մինասյանին Շիրակի Պանթեոնում, որ գա ու նայի զոհված տղաների նկարներին եւ իր աչքերին ու ասի, թե ով չի կռվել։ Բնականաբար Սարիկը չեկավ։